Գլխավոր դատախազությունը հակակոռուպցիոն դատարան է դիմել ընդդեմ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ arczepiskopos Կոճոյանի, Սամվել Կոճոյանի մասով։ Մեզ հայտնի դարձավ, որ գլխավոր դատախազությունը հակակոռուպցիոն դատարանից պահանջում է հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ arczepiskopos Կոճոյանից կամ Սամվել Կոճոյանից հողամասի կառուցապատման իրավունքը հարկադիր դադարեցնել։ Հակակոռուպցիոն դատարանում գործը մակագրվել է դատավոր Կարապետ Բադալյանին։ Հիշեցնենք, դեռևս 2023 թվականին Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ arczepiskopos Նավասարդ Սամվել Կոճոյանը հրավիրվել էր գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագծման գործերով վարչություն։ Կոճոյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվում էր ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել էր ամփոփագիր։ Թե Կոճոյանին պատկանող որ գույքի օրինականության առնչությամբ էր դատախազությունում կասկած առաջացել, հայտնի չէր։ Այդ փուլում դատախազությունը չէր հրապարակում գույքի ցանկը հաշվի առնելով այն հանգամանքը, որ բացատրությունների կամ ապացույցների արդյունքում այն կարող է փոփոխվել։ Եվ ահա հիմա գլխավոր դատախազությունը դիմել է հակակոռուպցիոն դատարան, պահանջելով հակակոռուպցիոն դատարանից, որպեսզի հողամասի կառուցապատման իրավունքը հարկադիր դադարեցնել։ Տեսնենք, թե ինչով կավարտվի պատմությունը։